Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, դե ինչ կանանց մեկամսյակը կամփոփվի վաղը ապրիլի 7-ին մայրության ու գեղեցկության տոնով, դե իսկ մենք առիթը չէինք կարող բաց թողնել մեր տաղավարում հյուրընկալելու բազմազբաղ կնոջ եւ բազմազավակ մայրիկի, նույն ինքը DJ Վակցինա կամ Արուսիկ Մուկրտչյան, բարի լույս։ Բարի լույս Աննա ջան։ Ինչպես ես սկսել քո օրը։ Շատ լավ, որ այստեղ եմ, էլ ավելի լավ։ Ինչպես եք։ Շնորհակալ եմ, լավ, այսօր խոսելու ենք, ինչպես արդեն հասկացար, մամայությունից, մասնագիտական թեմաներից, թե հետաքրքիր է քո առօրյան որպես մամա ու շատ զբաղված կին, ինչպես է անցնում։ Ասեմ, որ երևի վերջի 10 տարին իմ կյանքը բաժանված է միայն աշխատանքի եւ հիմնական ընտանիքի հոգսերը հոգալով եւ վերջի տարիներին շատ քիչ եմ ժամանակ հատկացնում ինձ ցավոք սրտի, բայց այնուամենայնիվ կարծում եմ այդ շատ կարեւոր է, որ կինը կարողանա նախ համատեղել աշխատանքը եւ ընտանիքը, դա իմ մոտ իդեալական ստացվում է մինչև այս պահը, մնում է մի քիչ ավելացնել անձնական այսպես ժամանակ եւ տարած, որպեսզի երջանկությունը լիարժեք դառնա։ Այդտեղ կարծում եմ քեզ փրկում են ճամփորդությունները միայնակ, որոնք որ դու հրաշալի կարողանում ես կազմակերպել։ Իմ երջանկության մեծ դոզան տարվա կտրվածքում ապահովում են հենց այդ ճանապարհորդությունները։ Շատ ծնողներ երբեմն այդ ընթացքում ունենում են այդ փոքրիկ մեղքի զգացողությունները, երբ երեխաներին թողնում են եւ գնում են հանգստանալու, այլ ոնց պետք է բալանսի բերել այդ ամենը եւ Նախ պետք է առաջին հերթին հասկանալ, որ կյանքը դա միայն ընտանիքում, միայն աշխատանքում, միայն պարտականությունները չեն եւ մանավանդ եթե դու կորցնում ես ինքդ քո հետ դիալոգը, ապա պետք է վերադառնաս ինքդ քեզ ու նաեւ կարեւորես քո երջանկությունը այն իմաստով, որ պետք է մեկ-մեկ նաեւ ինքդ քո հետ մենակ մնաս եւ կարողանաս հասկանալ ինչ ես ուզում, արդյոք ճիշտ ճանապարհի վրա ես թե շեղվել ես, ինչն է պակաս, ինչն է պետք ինչ որ կորեկցիայի եւ դրա համար իդեալական է, որպեսզի մարդը կարողանա նաեւ այդ մենակ ժամանակը իրեն հատկացնի, եթե դա լինի ճանապարհորդությունը իհարկե ավելի լավ, իսկ եթե ուղղակի թեկուզ մեկ օրով կարող է գնալ ինչ-որ արշավ, դա էլ ընտիշ տարբերակ է, ու մեղքի զգացում իրոք եղել է իմ մոտ, բայց դա ավելորդ էմոցիա է, դա որևիցե կառուցողական բան չի ավելացնում, ուղղակի պետքա բնականաբար ճիշտ բալանսի բերել եւ մի քիչ էլ կազմակերպչական ձևով ճիշտ լուծում տալ, որպեսզի երեխաները այդ ընթացքում նախ մաքսիմալ զբաղված լինեն, չնկատեն բացակայություններ եւ բացի այդ նաեւ ընթացիկ իրենց, չգիտեմ, դպրոցը, սնունդի ընդունումը, այն ամեն ինչը որ իմ վրա է միշտ բնականաբար, այդ ամեն ինչը ինչ որ մեկը անի եւ լավ անի, ու իմ դեպքում փրկում է, որ իմ ամուսինը շատ է ինձ դա է ուզում հարցնել, աջակցում, շատ է աջակցում, եթե իր աջակցությունը չլիներ, ես հաստատ չէի կարողանա մանավանդ այդ հաճախականությամբ երկրից դուրս գալ։ Իսկ ինչ է քեզ տալիս այդ ինքդ քեզ հետ մենակ մնալը, հատկապես եթե ճամփորդում ես, ինչ նոր ինսայթներ, անգլերեն ասած, նորություններ են գալիս։ Ինսայթները անվերջ շատ են, դա կարող է լինել այնպիսի ինչ-որ փիլիսոփայական մտքեր, որ անգամ ամբողջ աշխարհընկալումը փոխի մարդու եւ ես ճանապարհորդությունից հետ եմ բերում միշտ այնպիսի մոտիվացիա եւ նոր նաեւ գաղափարներ թեկուզ գործի հետ կապված կամ թեկուզ անգամ ծնողավարման հետ կապված, որ դրանք հաստատ եթե մնայի տանը ու իմ այդ ընթացիկ այսպես ռուտինայի մեջ, կենցաղի մեջ ապրեի, չէի կարողանա այդպիսի ինսայթներ ունենալ ու նման աճ ունենալ թեկուզ կարճ ժամանակահատվածում, ուստի անգամ մի անգամ Instagram-ում էլ էի post դրել, որ դա միայն իօգուտ իմ ընտանիքի ու իմ երեխեքի ա գնում եւ այդ ճանապարհորդությունները ու մենակ մնալը ոչ մի այլ բանի հետ հնարավոր չի փոխել, տալիս է նախ լիքը էմոցիաներ, տալիս է նոր գիտելիք, նոր գաղափար, մի քիչ ավելի լայն ես նայում արդեն, գնալով ամեն երկիր գնալով էլ ավելի լայնանում է քո ցենց տեսադաշտը եւ նաեւ ընկալում ես, տեսնում ես շատ տարբեր մշակույթներ, մարդիկ ու լիքը բան ես քաղում դրանից։ Դա նաև կարծում եմ, այսպես ասած, լավ է, երբ որ նայում ենք կին ամուսին հարաբերությունների, կարծում եմ դիտանկյունից, երբ փոքր-ինչ առանձնանում եք իրարից եւ նաեւ ինքներդ ձեր առանձին կյանքն եք ունենում։ Միանշանակ համաձայն եմ։ Իհարկե երկար բացակայելը միշտ էլ ասում են որ այդքան էլ ցանկալի չի, խոր չի տրվում, բայց
գոնե 7 օրը դա երևի իդեալական է, որպեսզի թե ամուսինը մի քիչ հանգստանա եւ նաեւ կինը կարողանա ինքը իր հետ մենակ մնալ։ Ասում ես, որ աշխատանք, ընտանիք այդ հարաբերակցությունը իդեալականորեն կարողանում ես բալանսի մեջ պահել, ինչպես է դա ստացվում։ Դա ստացվում է նախ ինչն է ապահովում դա, այն որ ես աշխատում եմ հիմնականում ազատ գրաֆիկով, ավելի ճիշտ իմ գրաֆիկի մեջ ֆիքսված են միայն իմ միջոցառումները եւ այն ժամերը, որի ժամանակ ես դիջեյություն եմ անում, բայց դա ամեն օր չի, ուստի ես գիտեմ, որ ամսվա մեջ գոնե 10-15 օր ես երեկոներն եմ ազատ, իսկ ցերեկները հիմնականում ազատ գրաֆիկով եմ աշխատում եւ եթե օրինակ երեխաներս ցանկանում են, չգիտեմ, մայրիկի հետ անցկացնել օրը անգամ ուղակի տան մնալով խաղալով, ես դա անպայման կազմակերպում եմ եւ իմ երեխաներին ի վնաս էմոցիոնալ իմաստով, ի վնաս ինչ որ քայլեր չեմ անում, իհարկե երբեմն մարդկանց, անգամ ինձ երբեմն եղել է, որ ագահությունը մի քիչ սենց իր անելիքը արել է եւ ես շատ պրոյեկտներ եմ ին վրա վերցրել եւ զգացել եմ, որ այդ բալանսը շեղվում է դեպի աշխատանք եւ ընտանիքս տուժում է, երեխաներս մամային կարոտում են եւ հանել եմ այն ամեն ինչը, ինչը որ անգամ կարող էր եկամուտ հավելյալ բերել, բայց ինչը որ կարող էի կտրել։ Ոստի այդ ագահությունը կարեւոր է, որ այդ բալանսը պահելու համար ագահությունը չլինի, որովհետեւ այդ կործանի չէ ուղղակի։ Եվ իհարկե շատ լավ է, եթե օրինակ կինը կարողանում է եկամուտի մի քանի աղբյուր ունենալ եւ այն աղբյուրը, որ շատ ժամանակ է իրանից խլում, հետո ընթացքում ինքը դա կտրի հանի։ Օրինակ շատ լավ գաղափար է, եթե կինը կարողանում է ինչ-որ փոքրիկ բիզնես ստեղծել եւ այդ 9-ից 6-ը աշխատելու փոխարեն դրանով զբաղվել։ Շատ իդեալական տարբերակ ես առաջարկում։ Շատ լավ կլինի իհարկե բոլոր այդ հնարավորությունը եւ նաեւ կարողությունը ինչու ոչ ունենա։ Ուղղակի այստեղ շատ կարևոր է, որպեսզի կինը կարողանա վախերից ձերբազատվել ու հասկանա, որ նույն այդ ժամերը, եթե ինքը ինչ որ խելքի մոտիկ ինչ որ բիզնես գաղափար ունենա եւ կարողանա ժամանակ հատկացնել դրա համար, կարողանա ժամանակ դրա համար հատկացնել եւ նաեւ միգուցե ինչ որտեղ ինչ որ ռեսուրս, դա շատ ավելի իր համար եկամտաբեր կդառնա եւ նաեւ ընտանիքը դրանից կօգտվի երեխաները։ Մամայության թեման շարունակելով, այսօր դաստիարակության մեթոդների ամենատարբեր ձևերն են քննարկում եւ շատ է խոսվում երեխաներին տրավմաներից ձերբազատելու համար եւ այդպես ասած մեր ծնողների փոքրիկ սխալները չկրկնելու համար։ Դու ինչ մեթոդներ ես կիրառում եւ ինչ ես կարծում, որովհետեւ շատերն էլ ասում են պետք չի այդքան խորանալ, դե մենք ոնց ենք մեծացել նույն ձև կմեծանան նաև մեր երեխաները։ Դու ոնց ես նայում այս հարցին եւ ինչպես ես փորձում ինքդ լինել ճիշտ եւ լավ մամա։ Ամենակարևորը ես հասկանում եմ, որ ես նույնպես մարդ եմ եւ անկախ նրանից, որ մեծահասակ եմ, ես կարող եմ սխալվել։ Ոստի ինձ թույլ եմ տալիս սխալվելու դեպքում ներողություն խնդրել կամ ուղղել իմ սխալները հետագայում, այսինքն այդ անգլերեն lessons learned, այսինքն երբ որ դու ինչ որ քո քայլերի վրա դաս ես քաղում, այդ շատ կարևոր է, որ մարդը կարողանա իջնի այդ պատվանդանից ու հասկանա, որ ինքը իդեալական չի, որպես մայր, չգիտեմ, որպես հայր եւ կարողանա իր արած սխալների վրա ինքը սովորի, նախ դա է շատ կարևոր ու նախ պետք է հետո շատ կարդալ, որովհետև սա այն դառնա, որ դու կարող ես անverջ անսահման ինքնակրթվել եւ այն գիտելիքը, որը տալիս են հոգեբանները, մանկական հոգեբանները կամ անգամ հիմնականում մեծահասակների հոգեբաններին է նաեւ պետք լսել, որովհետև մեծահասակը իր իսկ խնդիրներն է պրոյեկտում երեխեքի վրա եւ սկզբում պետք է ինքդ քո հետ մի քիչ դիալոգի մեջ մտնես, հետո նոր արդեն հասկանաս թե երեխեքի հոգեբանները ինչ են քեզ խորհուրդ տալիս։ Այնուամենայնիվ այդ խորհուրդները շատ ինչ որ տարբեր չեն լինելու, բոլորն էլ ասում են, որ նախ պետք է երեխաների հետ ընկեր լինել, բայց միաժամանակ բաց չթողնել, այսինքն ստեղծել որոշակի սահմաններ, կանոններ ունենալ, բայց այդ կանոնները պետք է ուղղված լինեն ոչ թե սեփական էգոն ինչ որ բավարարելուն, հա, այլ ուղղակի զուտ ապահովելու երեխեքի անվտանգությունը, երեխեքի հոգեբանական ապահովված իրանց զգալը։
անվտանգության զգացումը իրանց պետքա բավարարվի եւ պետքա բնականաբար լիքը սեր տալ։ Օրինակ մանկության տարիներին կարծում եմ մեր սերնդի մարդիկ չեն ստացել բավարար սեր, չեն ստացել բավարար ջերմություն եւ շատ կարեւոր է որպեսզի մեր արդեն սերունդը կարողանա փոխել իր մոտեցումը եւ երեխեքին շատ սեր տա գրկի, համբուրի, լավ խոսքեր ասի, ոգեշնչի, որովհետեւ ծնողը դառնում է ծնողի ձայնը դառնում է հետո երեխայի այդ ներքին ձայնը, որը խոսում է ամբողջ կյանքի ընթացքում, այսինքն այնպես անենք, որ մենք տանք այն ձայնը երեխեքին, որը որ ոչ թե հետագայում հոգեբանի մոտ գնալու եւ փոփոխելու կարիք կունենա, այլ մոտիվացնող կլինի, աջակցող կլինի այդ խոսքը եւ նաեւ ուժ տվող կլինի։ Այստեղ նաև կարծում կարևոր է ծնողի մինչև երեխա ունենալը կամ թեկուզ այդ ընթացքում ռեալիզացված լինելը, որովհետև շատ դեպքերում ծնողները լինելով միայն մայրիկ, հետո իրենց չիրականացրած երազանքներն են պրոյեկտում երեխաների վրա եւ դա էլ իր հերթին հավելյալ խնդիրներ է ստեղծում։ Միանշանակ համաձայն եմ, ծնողը մինչև երեխա ունենալը իհարկե շատ ցանկալի է, որ նաև գոնե 1-2 անգամ հոգեբանական կոնսուլտացիա անցնի, որովհետև ինչպես դուք նշեցիք, ամբողջ այդ մանկական տրավմաները, ընթացիկ բոլոր խնդիրները հետագայում ել ավելի մեծ ուժով դրսևորվում են, երբ որ կինը կամ տղամարդը ծնող են դառնում, եւ այդ բոլոր խնդիրները սկսում են քիչ-քիչ երևալ, դրսևորվել ագրեսիայի ձևով, չգիտեմ, նախատումների ձևով, սահմանափակումների ձևով, ագրեսիան, բռնության ձևով, այսինքն շատ կարևոր է եւ շատ ճիշտ է, երբ որ դու ծնող ես պատրաստում դառնաս, դրանից առաջ գոնե քո խնդիրները բավարար չափով նվազեցնես հոգեբանական, որովհետեւ անհնար է, որ դու կարողանաս այդ խնդիրները փակ պահես։ Դրանք դուրս են գալիս ինչպես հրաբուխը քո միջից եւ ես օրինակ հասկացա, որ այնուամենայնիվ ունեմ խնդիրներ, որոնք պրոյեկտում եմ երեխեքի վրա ցավոք սրտի միջնեկի ժամանակով, առաջին երեխայիս դեպքում ես չէի պատկերացնում, որ այնուամենայնիվ ունեմ ինչ-որ հոգեբանական խնդիրներ, որոնք պետք են լուծվեն, եւ հենց միջնեկի ժամանակ սկսեցի այցելել եւ հասկանալ, որ այո, ես ունեմ որոշակի ինչ-որ կարծրատիպեր կամ սպասելիքներ ինքս ինձանից, որոնք որ ժամանակին չեն լուծվել եւ հիմա ես օրինակ սպասում եմ, որ իմ երեխեքը պետք է լինեն իդեալական, պետք է պարտադիր գերազանցիկ լինեն եւ այլն, որը որ ուղղակի աբսուրդ է։ Այսինքն երեխան դա առանձին մարդ է, ունի իր առանձին ճակատագիրը, ճանապարհը, որը որ պետք է ինքը անցնի ու հեչ պարտադիր չի, որ բոլոր քո սպասումները ինքը ընդհանրապես ոչ մի սպասում ինքը պարտավոր չի արդարացնել ծնողի։ Այստեղ նաև կարևոր է երկու ծնողների միասին համագործակցությունը որպես ծնողներ, որովհետև շատ դեպքերում չէ, գրեթե միշտ մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն, անգամ եթե կին ամուսին են, բնականաբար ի սկզբանե յուրաքանչյուրը իր մտահորիզոնով է դիտարկում դասիրակության մեթոդները եւ այլն, այլ դու քո ամուսնու հետ ինչպես ես կարողանում այդ ճիշտ համագործակցությունը գտնել։ Շատ լավ է, որ երկուսիս մոտ հիմնական արժեհամակարգը նույնն է, արժեքները նույնն են եւ պատկերացումները դաստիարակման հետ կապված նույնն են։ Հիմնական մի քանի բան նշեմ, դա այն է, որ մենք մաքսիմալ փորձում ենք ջերմություն տալ երեխեքին, սեր տալ երեխեքին բայց նաեւ ունենք կանոններ տան մեջ, որը շատ կարևոր է երեխայի համար, այսինքն միայն ընկեր դու չես կարող լինես, երեխան պետք է հասկանա իր իսկ ապահովության զգացումը ունենալու համար, որ կան մեծեր, ովքեր որ դնում են որոշակի կանոններ, որոնց ես պետք է հետևեմ։ Դա իրանց հոգեբանության համար շատ կարևոր է, եւ մենք ես ու ամուսինս այդ կանոնները արդեն մշակել ենք տան մեջ, եւ շատ լավ է, որ երկու ծնողը պահպանեն, հա, այդ բոլոր կանոնները, այնպես չլինի, որ երեխան մի ծնողից ստանա խստություն եւ այդ նույն պահանջով գնա մյուս ծնողի մոտ ու մյուս ծնողը ասի, օքեյ, խնդիր չկա, այսինքն այստեղ կլինի, հա, հակասություն։ Օրինակ հայրիկին դիտարկում են որպես վախի օբյեկտ, իսկ մաման պաշտպանողն է հայրիկից։ Դա կարծում եմ սխալ ինչ-որ բալանս է, որը իհարկե
Իհարկե, բայց միաժամանակ հայրիկներն էլ երբեմն շատ ագրեսիվ վարք են ցուցաբերում, անգամ բռնություն, որը անընդունելի է դաստիարակման առհասարակ ոչ մի դեպքում ընդունելի չի, ուստի այս դեպքում արդեն մամայի վրա է ընկնում ամբողջ պատասխանատվությունը հասկանալու, թե ինչ կարելի է այս իրավիճակում անել, այսինքն լուծումը որն է, հայրիկին փորձել փոխել, փորձել ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ հայրիկի վրա, թե անգամ ամենավերջին ծայրաստիճան քայլին գնալ, ամուսնալուծվել զուտ նրա համար, որպեսզի երեխան զերծ մնա բռնությունից։ Այստեղ շատ նուրբ հարց է, որը շատ կարևոր է հասկանալ։ Երևի նաև պետք է այստեղ կարևորել մինչև ամուսնանալը, մինչև երեխա ունենալը միասին քննարկումը եւ պատկերացումները հասկանալ, այսինքն ով ինչպես է պատկերացնում, օրինակ, չգիտեմ, գուցե ինչ-որ մեկի համար պետք է հասկանալ, ընդունելի է թեկուզ մեկ ապտակը երեխային տալը, թե ոչ, այսինքն որպեսզի նաև հետո ինչ-որ անակնկալների առաջ չկանգնես։ Ուղղակի երբեմն լինում է, որ մարդուն անգամ 5 տարի շփվելուց հետո չես կարող ճանաչել եւ ամուսնությունից հետո այդ բոլոր, այսպես ասած, թերությունները ջրի երես են դուրս գալիս։ Սա ուղղակի ասենց ասեմ, որ բռնությունը երբեք ընդունելի չի ու դատապարտելի է, այսինքն երեխան ինչ արարքել որ անի, բռնության չպետք է հասնի։ Եթե ինչ-որ վատ արարք երեխան անում է, ծնողը առաջին հերթին պետք է նայի, թե ինքը որտեղ է թերացել եւ այստեղ բաց գալու բան չկա, ուղղակի մարդը պետք է ռացիոնալ ձևով մոտենա հարցին, հասկանա ինքը որպես ծնող, ինչ ծնողավարման հետ կապված հավելյալ գործիքներ, հմտություններ պետք է ձեռք բերի, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Ու հիշում եմ առաջին անգամ, երբ զանգեցի հոգեբանին, որպեսզի երեխայից հետ կապված խորհրդատվություն տա, ինքը ասեց հիշեք մի բան, միշտ երեխայի խնդիրը գալիս է ծնողից։ Ավելավա դուք գաք իմ մոտ, ես հասկանամ որտեղ է այդ խնդիրը թաքնված ու այդպես էլ եղավ իրականում կարելի ասել երեխաների խնդիրների 99%-ը թաքնված է ծնողի վերաբերմունքի մեջ։ Եվ այստեղ որքանով է նաև միջավայրը աջակցում, քո պարագայում կարող ենք խոսել, կամ առհասարակ որքան կարևոր է միջավայրի աջակցող լինելը, թե այստեղ պետք է ներփակվել ներընտանեկան այդ հարցերում եւ թեկուզ տատիկները, պապիկները այս հարցերին չխառնվեն։ Միջավայրը շատ մեծ ազդեցություն ունի, որ այն փոփոխությունը կամ այն ինչը որ դու տալիս ես երեխային կամ այն դրական փոփոխությունը որ նկատում ես երեխայի մեջ պահպանվի, երբ որ ինքը ընտանիքից դուրս է գալիս եւ ցավոք սրտի մենք տեսնում ենք որ միջավայրը ընդհանրապես չի կիսում, օրինակ, չգիտեմ, այլ ծնողներ չեն կիսում քո մոտեցումը։ Օրինակ, մեր դպրոցում երեխաներից մեկի դասարանում բուլինգի դեպք էր եղել եւ միակ մարդը ես էի, որ խոսեցի այդ մասին ու կարծես թե արդեն երևի ես էի արդեն բուլինգի զոհ դառնում, որովհետեւ բոլոր ծնողները սկսեցին արդարացնել այդ ագրեսորին եւ խնդիրներ փորձել գտնել զոհի մեջ անգամ դասղեկը փորձեց կոծկի այդ ամեն ինչը ու շատ վատ է երբ որ բացի օրինակ քեզնից կամ գիտակից ծնողների ընդհանրապես մի քանի հազար հոգուց մնացածը որոշակի թեմաներից շատ հեռու է եւ ունի մեծ ինֆորմացիոն բաց, որը պետքա լրացնել իհարկե եւ միջավայրի ազդեցությունը չի կարող սենց լրիվ անտեսվել, ուստի իսկ ինչպես պետք է անել, որ երեխան տնից դուրս եկավ, որովհետեւ չգիտեք դրսում ինչ իրավիճակ կլինի, ինչ խոսակցություններ կլինեն, որովհետեւ երեխան դրսում այդ խաղաղ եւ դրական միջավայրից շատ չկտրվի եւ այսպես ասած չզարմանա թե ինչ է կատարվում։ Նախ ամենակարևորը դա սեփական ինքնագնահատականի ստաբիլ ձևավորումն է, որը ծնողն է ապահովում երեխային, այսինքն եթե երեխան իմացա, որ ինքը սիրված է, ինքը լավն է, իրան ընդունում են, սիրում են բոլոր իր գծերով, հա, վատ թե լավ գծերով եւ ինքը ընտանիքի համար մեծ արժեք է, ծնողների համար, ինքը դուրս գալով
տնից չի փորձելու ինքնագնահատականը բարձրացնի այլ ձևերով։ Մեկ այլ մարդու հաշվին, կամ օրինակ, մեկ այլ մարդու երեխայի հաշվին, կամ ինչ որ մի բան անելով, օրինակ վնասակար սովորություններ ձևավորելու հաշվին, հա, մենք գիտենք, որ օրինակ ծխելը, նույն ալկոհոլի օգտագործումը կամ անգամ թմրանյութերի օգտագործումը, այդ բոլորը գալիս են ինչ որ էմոցիա բավարարելու համար եւ կամ ինչ որ բան ապացուցելու համար, որի կարիքը չի լինում, եթե ծնողը ի սկզբանե երեխային տալիս է վստահություն, որ ինքը լավն է, ինքը սիրված է եւ ինքը ընդունված է։ Նախ դա է շատ կարևոր, որ եթե դուք ուզում եք ընտանիքից դուրս երեխան իրեն մաքսիմալ գոնե ապահով զգա եւ չտրվի տարբեր ալիքներին, ծնողի ֆունկցիան երեխայի մեջ ինքնավստահություն ներդնելն է եւ կարևորություն, որ ես կարևոր եմ, ես սիրված եմ, ես ընդունված եմ եւ դա հիմնական միսիան է, որը ծնողը պետք է անի։ Եվ ինչպես պետք է ծնողը նաև երեխային սովորեցնի ինքն իրեն պաշտպանել, որովհետև կարևոր է կարծում եմ նաև ճիշտ հաղորդակցության հմտությունները փոխանցել եւ սովորեցնել, թե ինչպես պետք է որևէ իրավիճակին պաշտպանել սեփական անձը։ Այսինքն խնդիրը այստեղ նրա մասին չի, որ գնալ ինչ-որ չգիտեմ, երեխաների հետ կռիվ անել կամ ինչ-որ մեկին խփել, բնականաբար այստեղ խոսքը ավելի խոսքային եւ վարքագծային կանոնների մասին է։ Էլի պետքա նույն բաները ասեմ, ինչ մինչեւ եմ ասել, եթե երեխան ինքը իր մեջ վստահ է, այսինքն ծնողը իրեն տվել է վստահություն, որ ինքը լավն է, ինքը նախ վստահ լինելու եւ տալու է շրջապատին տպավորություն, հա, որ ինքը ուժեղ է, ինքը վստահ է եւ շատ անգամ նույն այդ ինքնավստահության դրսեւորումը ստիպում է ագրեսորներին զերծ մնալ, ոչ բռնություն են կիրառում, ոչ խոսքային, ոչ ֆիզիկական եւ շեղվում են եւ ֆիքսվում են այն երեխեքի վրա, ովքեր որ տնից դուրս են գալիս անինքնավստահ, ասենց ասած վիզածուր վիճակով եւ հիմնականում տեսնում ենք, որ բուլինգի զոհերը հիմնականում հենց անինքնավստահ երեխեքն են, ովքեր, այսպես ասած, ազդակներ են փոխանցում շրջապատին, որ մենք կարող ենք պոտենցիալ զոհ լինել ձեր համար։ Եվ այդ երեխեքը իրականում ինչքան էլ ուզում ես դու իրենց տրեյնինգ արա, այսպես ասած, թե ինչպես կարող ես քեզ պաշտպանել, դժվարանալու են, չեն կարողանալու իրենց պաշտպանել, ուստի էլի խնդրի լուծումը գալիս է, որ ծնողը, եթե անգամ ինչ-որ սխալներ մինչև էս արել է, օրինակ երեխային բավարար ջերմություն չի տվել, բավարար ինքնավստահություն չի ներշնչել, գոնե ինչ-որ այդ этаպից սկսի երեխային այդ ամեն ինչը փոխանցել, որովհետև երեխան, մանավանդ եթե խոսքը գնում է, չգիտեմ, 8-ից ենթադրենք 15-16 տարեկան այդ этаպը, երբ որ բուլինգի մանավանդ այդ բոլոր դրսևորումները շատ ակտիվ են դրսում կամ չգիտեմ, պարզապես կոնֆլիկտները կարող են լինել թե բակում, թե էլի դպրոցում, այս этаպում երեխեքը շատ բան են զգայուն են եւ խոցելի են ու ծնողը չպետք է ասի լավ ամեն ինչ սխալ եմ արել կամ թեկուզ ամեն ինչ չէ որոշ բաներ արդեն ամեն ինչ կորսված է եւ հնարավոր չի ինչ-որ բան շտկել միշտ կարելի է ինչ-որ մի этаպից սկսել մի կետից սկսել քայլեր անել որպեսզի երեխան դառնա ավելի ինքնավստահ եւ ամփոփելով մեր զրույցը ուզում եմ շատ կարճ փորձենք նաեւ հիշել երբ դու ուզում էիր DJ դառնալ փոքր ժամանակվանից դեռ երազում էիր դրա մասին եւ բնականաբար այդ տարիներին շատ ավելի շատ էին կարծում եմ խտրական վերաբերմունքը աղջիկը DJ տարբեր պատկերացումներ ունեին հանրային հասարակություն առհասարակ ոնց ես կարողացել ինքդ այդ քննադատություններից ու այդ խտրական վերաբերմունքից քեզ տարանջատել եւ չընկնել այդ հոսանքի տակ երևի թե էլի հարցը գալիս է նրան որ ես բավականին ինքնաբավ եւ ինքնագնահատականի առումով ամեն դեպքում այն տարիներին ոչ մի խնդիր չեմ զգացել եւ հարվածները այս դեպքում չեն ազդել իմ վրա կարծես այն զրահով լինեի եւ ինչ որ մաս այդ զրահի ամրացրել են եւ ապահովել են իմ ծնողները Եվ հիշում եմ, որ երբեք իմ ծնողների համար օրինակ դրսի կարծիքը էական չէր եւ երևի թե դա փոխանցվել է նաեւ ինձ ու բացի այդ մեծ ցանկությունը դառնալ DJ եւ ձեռք բերել այդ մասնագիտությունը սերը
ոլորտի հանդեպ, երաժշտության հանդեպ այնքան մեծ էր, որ ես հաստատ հետքալ չէի անի, բայց ճանապարհը իրոք շատ-շատ քարքարոտ ա եղել, շատերը անգամ չեն կարող պատկերացնել, ինչքան բարդ ա եղել, ինչքան դժվար, եւ ինչքան մարդիկ են փորձել ինձ խանգարել, այսինքն այստեղ չի եղել ուղղակի հասարակության կողմից խտրական վերաբերմունք, եղել է նաեւ կոնկրետ ինչ-որ ագրեսիվ մոտեցումներ գոլեգաների կողմից, տղա գոլեգաների կողմից, ովքեր իմ մեջ տեսնում էին ռեալ մրցակցի եւ ամեն ինչ անում էին, որ խանգարեին ինձ, ուստի այստեղ sense բազմակողմանի ինչ-որ հարցակումներ են եղել, որոնց փորձել եմ իհարկե ինչ-որ ձևով պաշտպանվել, հակադարձել, ու այդ ամեն ինչի հիմքում մեծ սերն ա եղել երաժշտության հանդեպ։ Եթե այդ սերը չլիներ, երևի հետքայլ կանեի։ Եվ նաև ծնողների, ինչպես նշեցիր, ճիշտ վերաբերմունքը եւ վստահությունը դեպի քեզ։ Այո։ Շնորհակալ եմ շատ Արուսի, կարծում եմ շատ հետաքրքիր ու բովանդակային զրույց ունեցանք եւ նաեւ շնորհավորում եմ արդեն քո գալիք ապրիլի 7-ը։ Քննել։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, մենք նաեւ շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր գործընկերոջը Արփինետին մեր այս գեղեցիկ եթերն ապահովելու համար։ Իսկ այս պահին առաջարկում եմ դիտենք մեր գործընկերուհու պատմական դադարեջի հերթական ռեպորտաժը եւ ապա շարունակենք։